պարոն Իսրայելյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, եւ այսպես շաբաթը սկսվել է, առավոտը բացվել է, առավոտ 7:30-ից ԱԱՑ դիմակավորված զինված խմբերը խուժել են նախ Գագիկ Ծառուկյանի պատկանող առանձնատուն, այնուհետև Multi-Group կոնցերնի պատկանող բոլոր ընկերություններ պարալիզացված են, ընկերությանը պատկանող գրուպի պատկանող բոլոր ընկերությունների աշխատանքները, մարդիկ ուղղակի աշխատողներ, այսպես իրերը հավաքած դուրս են հանել իրենց այնտեղից եւ խուզարկություններ են իրականացվում, բառի իմաստով տերոր է իրականացվում այս պահին։ Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնել է Եկատերինբուրգ, հետաքրքիր է դեռ ինչ ունի ասելու ինքը, հաշվի առնելով թե վերջերս Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչպիսի հայտարարություններ էր անում Հայաստանից, այդ թվում նաև Սույն տիկինը, որը նա աշխարհի առավել հայտնի է որպես մահաբեր տիկին։ Խնդրեմ, այս ամեն հետ կապված սկսենք եւ արդեն նաև դուք թեմաներ ունեք։ Բարև ձեզ, բարև սիրելի հայրենակիցներ։ Դե այս է Եվրոպան։ Եվրոպան գալիս է, եկել է ժողովրդավարական Եվրոպայի մասին, որ միշտ խոսում են, խոսքի ժողովրդավարական հասկացողությունը, մենք ուրիշ ձև ենք, չէ՞ ընդունում դա, կամ ուրիշ ձև ենք, չէ՞ բանանում, մտածում, ձևակերպում, մեր ապագան, այս է Եվրոպան, այս է ժողովուրդ։ Այս Եվրոպան, որ ասում եմ, այս ընտրությունները հետ կապված շատ կարևոր իրադարձություններ ալիները, որ ասում եմ, վեկտորա փոխվելու, կամ այն ճանապարհն ենք ընտրում, կամ մյուս ճանապարհը։ Դե հիմա այսօրվա պարագայում այդ արդյունքները կամաց-կամաց արդեն այդ պտուղները կամաց-կամաց երևում է։ Որ եվրոպական երկրներում եք տեսել նմանատիպ իրադարձություն այսօր առավոտյա այս իրավիճակը խոսքի Գագիկ Ծառուկյանի այդ բանի շուրջ։ Որ եվրոպական երկրում եք տեսել sense բան, զավոդները գնան փակեն ժողովրդին չթողեն մտնեն, աշխատանքը բան անեն, որ ասում է խանգարեն, բայց բան որտեղ եք տեսել, որ դա եթե պետության, եթե այդ ժողովուրդը աշխատում, աշխատավարձ ստանում, այդ զավոդները աշխատում են այդ պետության համար վարկ են մուծում, կամ էլ ոչ ահագին դրական կողմ ունեցող հանգամանքներ, չէ՞, որ երկրում եք տեսել, որ գալիս են եվրոպական նորից եմ ասում, որ երկրում կա sense բան։ Ուրեմն սուտ է, չէ՞, ուրեմն սուտը ոնց որ եղել է, նույն ձևեր շարունակում է։ Ինչի համար, որովհետև սուտ ասողներն են հիմիկվա իրավիճակում էլի շարունակում երկրի ղեկավար լինելով կամ էլի իրավիճակում հայտնվելով ամեն անգամ երկրի ղեկավարությունը քննադատելով կամ էլ ինչ որ մեկին մեղադրելով կամ էլ ինչ որ մեղքեր է գցելով փորձելով ուրիշների վրա վերջում այս ձևի իրավիճակ է հայտնում բայց որ ասում էի որ չիմանաք որ Արցախահայությունը անտուն անհայրենիք մնալով այսօրվա պարագայում որ ասում էին իրենք մնայի կռվեի կամ էլ խիչեք ես մեկ եմ ույսը դուք տեսնում եք չէ որ դա ինչ կեղծ ինչ սրիկա խոսույթ է որ օգտագործում էին այս sense կամաց այսպես գործնեությունով այսպես իրավիճակում հայտնվելով մարդիկ հայտնվում են հոմի օրվա մեջ չլինում մարդիկ հայտնվում են արդեն որ ասում է ծանր իրավիճակում սաղն էլ sense է ամեն մեկի ընտրությունը այսօրվա պարագայում ինչ ճանապարհ ընտրել է կամ ինչ որոշում կայացրել է եթե դա այդ որոշումը պիղծ որոշում է եթե որոշումը ոչ մարդկային որոշում է եթե այդ որոշման հիման վրա մենակ իր շահերն է հետապնդում կամ իր աթոռը կամ իր ունեցվածքը այ վերջում sense միշտ անում էլի վերջում ով է դժվում հասարակ ժողովուրդն են չէ դժվում որ նայում ես հասարակ ժողովուրդն է չէ այս իրավիճակում մի ձևի պիտի էլի ինչ որ բան անի այդ հարցերի լուծումները Գագիկ Ծառուկյանը առաջորդը չի ղեկավարում այդ ունեցվածքը կամ չի առաջորդ մի օրվա մեջ չի ստեղծել այդ ունեցվածքը 8 տարի է ներկայաշխանությունը բանի ղեկավարման գլխին նստած Գագիկ Ծառուկյանը կարող է այսօր հենց սկսեց կամ այս ընտրությունների հիման վրա սկսեց այդ խախտումները բանանելը կամ էլ բացահայտվելը ինչ խախտումների մասին է խոսվում ոչ մի բան էլ չկա ով է իշխանության քաղաքականության այս թուրքամետ այս ոչնչացման որ ասում է քաղաքականության բանով դեմ է կայնում կամ հակասում է կամ հակադրում է բոլորն էլ այդ իրավիճակում են հայտնվում դե մի եկեք ստեղ հասկանանք ստեղ պետականամետ մոտեցում կա հայամետ մոտեցում կա ազգի ժողովրդի երկրի զարգացման ուժեղացման մոտեցում կա չէ սա վրեժխնդրի հարց է սա անձնական հարցերի էմոցիաների ամբիցիաների ստեղծված իրավիճակի հարցի լուծումների բաներ աշխատանքներ իրականացում այդ էլ անում է այն մարդիկ ովքեր մնացել են
անպատիժ իրենց բոլոր այդ վրասմա դավաճանության հանցագործությունը իրաց ժողովրդի սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված այդ գործերից հետո ու անպատիժ լինելը տենց է կյանքում միշտ էլ տենց է լինում ինչ պարագայում եթե մի մարդ մնում է անպատիժ դա կրկնապատկվում է իր գործնեության հանցագործության կամ էլ իր դավաճանության կամ էլ ընդհանրապես իր էությունը որ շարունակի նույն բանը նույնն էլ այսօրվա իրավիճակում է Արցախի կործանումից հետո է ամեն ինչ սկսել Արցախի կործանումից հետո եթե մնացել են անպատիժ բոլոր մեղավորները սկսած մարտի դաշտում պատասխանատուները ու միջև երկրի այս գլխավոր ղեկավարները որոնք իրենց որոշումների հիման վրա բերել հասցրել են այդ իրավիճակին այդ անպատիժ լինելուց պատասխանատվություն չի ենթարկելու արդյունքներն է հիմի Եվրոպան այսօրվա պարագայում հայազգ ձեր մասին է մտածում Եվրոպան այսօր որ գալիս աստեղ սուտ-մուտ բաներ խոսում էր տեսեք մի հատ Ուկրաինայում այդ նույն Եվրոպան ինչ որ գցեց կամ էլ այն տեղերը որ Եվրոպան իր շահերն առաջ տանում ոչ թե ձեր ժողովրդի տեղի ժողովրդի մասին է մտածում, այլ իր շահերը այդ տարածաշրջանում ամրապնդելու, ամրագրելու համար ու դա էլ նիշ չի այդ գործընթացի ընթացքում էլ մենք տեսնում ենք որ ինչ երկրների հանդեպ, ինչ պետությունների, ինչ ուժերի հանդեպ է դա ձևա։ Պրոստը տարածքում մենք թույլ եք տվել իրենց դերակատարությունը ստե ամրապնդել այդ դերակատարությունն էլ ներկա իշխանությունն է դա բանարել թույլ տվել, որովհետև ներկա իշխանության գալը իշխանության 18 թվից հետո սաղ եղել է ծրագրավորված։ Ներկա իշխանության ծրագրավորված այդ պլանները, որ ասում ենք քայլ առ քայլ իրականություն է դառնում, ինչի համար մենք այսօրվա իրավիճակում էլ շատ մտահոգված ենք հետագա ապագայի մեր ազգի, մեր ժողովրդի մայր հողի հետ կապված, դա է շատ մեծ մտավախություններ առաջացնում։ Հիմի ամեն քայլը գնալով որ ամեն օր վատ բաներ ենք տեսնում, թե ընտրությունները, միջև ընտրությունները, թե ընտրություններից հետո, թե ամբողջ 8 տարվա ժամանակահատվածում մենակ վատ բան ենք տեսնում, մենակ վատ բան է արձանագրվում։ Ես չեմ ասում, դուք դրա մեջ ապրում եք, բոլորդ էլ այդ հողում, նույն հողում էլ ոնց որ ես, ոնց որ մնացածը նույն ձևել ապրում եք։ Բայց դա կարելի է անվանել ապրել, դա կարելի է անվանել, որ ասում է անվտանգային մթնոլորտում բանանել, որ ասում է գոյատևել կամ էս մեկ է մյուսը։ Սա իրականությունը մեր աչքի առաջ դառնում է արդեն մեր ոչ բավարար աշխատանքներ իրականացնելու, ոչ բավարար դիմադրելը, ոչ բավարար համախմբված, ազգային համախմբված պայքարին։ Այսօր ունենք մենք երկու անելիք, կարևոր անելիք, այսօր ունենք երկու հատ կարևոր հզոր ուժ, այսօր ունենք կարևոր երկու հատ հզոր զենք, դա մեր ազգային պատկանելությունն է, մեկ էլ մեր կրոնական պատկանելությունը։ Այս երկու հզոր ուժը, այս երկու հզոր զենքին, եթե մենք կարողանանք տեր կանգնենք ու այդ գաղափարի շուրջ մենք համախմբվենք, մենք նորից եմ ասում ամեն հարցի լուծումները ունենալու ենք։ Նմանատիպ իրադարձություններ այսօրվա իրավիճակում որ մենք տեսնում ենք հայտնվում են թե ինդիմադիր ներկայացուցիչներ, թե բաներ բիզնեսի ոլորտի այդ ձևի մարդիկ, սա շարունակական է լինելու։ Սա շարունակական է լինելու ինչի համար, որովհետև մենք այս երկրի ղեկավարությանը չենք տեսնում իրական արձանագրած հայամետ կամ իրական արձանագրած բոլոր իրենց ղեկավարման ժամանակահատվածում հայանպաստ գործնեություն։ Ինչի համար, որովհետև իրենք դարել են մի հատ գործիք ուրիշ երկրների, ուրիշ կենտրոնների կողմից։ Այսօր ամեն մի քայլ, ամեն մի որոշում կայացնելով սրանք ինքնագլուխ չեն կարողանում, սրանք չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնեն, որովհետև այս իրավիճակում, որ եկել հայտնվել են, այս իրավիճակում, որ բերել են նման ղեկավարություն, հասցրել, դարձրել երկրի ղեկավարություն, խոսք այս ազգին, այս է ամենամեծ ցավը, այս է ամենամեծ բաստողումը, այսօրվա պարագայում էլ մենք ականատես լինելով իրավիճակից սկսած, որ հայտնվել ենք ու հաջորդական բոլոր վաղվա, որ ասում է, այդ տեսլականները շատ մտավախություն է առաջացնում, ես չեմ ուզում այսօր ինչ-որ բարերով ժողովրդի մեջ կամ հանրության մեջ ինչ-որ բան մտցնեմ, ինչ-որ վախի մթնոլորտ, բայց դա վախի մթնոլորտ չի,
Այդ վախի մթնոլորտը լինելու է այն ժամանակ, եթե դուք ամեն մեկը դե ցավն ու դարդը ձեր վրա զգաք, եթե դե ձեր դուրը ծեծի արդեն այդ խնդիրները, այն ժամանակ եք դուք ամեն մեկը զգալու։ Ամեն մեկը նորից եմ ասում, սա այն ձևի իրավիճակը, ոչ մեկը թո չմտածի, որ կարող է այս իրավիճակում իր բախտը բերի կամ էլ ինքը այդ ամեն ինչը իր կողքով անցնի։ Տես բան չկա։ Արցախում նույն իրավիճակն ա եղել, Արցախի այն ժամանակահատվածում, որ բոլորս պետք է ազգային համախմբեինք պայքարելով, պահելով Արցախը, Արցախով էլ ամրագրեինք Մայր Հայաստանի անվտանգությունը, Մայր Հայաստանի դերակատարությունը այս տարածաշրջանում, մենք դա չարեցինք, մենք դա բաց թողեցինք, բացի բաց թողելուց էլ Արցախահայությանն էլ մեղադրում ենք, ինչ որ այդ իրավիճակում իրենց չդրսևորելու այն պատմական թշնամու դեմ այդ 150,000 ժողովուրդը պիտի կռվեին Թուրքիայի Ադրբեջանի դեմ, հաղթեին, հաղթանակից հետո էլ որ ասում դուք պատկերացնում եք ինչ անկապ, ինչ անիմաստ, աննորմալ տրամաբանությամբ են մտածում կամ բանանում Արցախահայության կամ Արցախի այդ ժամանակահատվածում Արցախի ժողովուրդը ինչ եղել է իրանից ինչ կախված եղել է արել է, ապրել է Արցախում, պայքարել է Արցախում, այդ սովին ամեն ինչին դիմացել է, բայց Արցախի ժողովուրդը չէր կարա մենակով պայքարել կամ կռվել կամ ու հաղթել այդ պատմական թշնամուն։ Տարանջատեցին Արցախահայությանը, տարանջատեցին Արցախը Մայր Հայաստանից ու դրանից հետո էլ անվանելով որ Արցախը Ադրբեջանի տարածք է, այդ բառի բուն իմաստով էլ Ալիևին հնարավորություն տվեցին, դանակը դրեց, հենց Նիկոլ Փաշինյանը դանակը դրեց Ալիևի ձեռին, ասեց ինչ ուզում ես արա։ Այն էլ ինչ ուզեց արավ, այն էլ ինչ իր մեծ հաճույքով արեց, ոչ թե ինչ որ մտածելով, այլ մեծ հաճույքով էլ արեց։ Հիմա այսօրվա իրավիճակում ընդդիմադիր դաշտի անելիքները այս ներկա պարագայում ես գիտեմ թե մենակ համախմբված միասնական համախմբված բանով աշխատանքներ պիտի իրականացվի, որով միջով օրս ես դա չեմ տեսնում ցավոք սրտի, որով միջով օրս պիտի դա կայացած լիներ, որը այսօրվա իրավիճակում էլ առիթ է տալիս հանրության հասարակության կողմից քննադատել, դատապարտել իրենց պահվածներն են, իրենց դրսևորումներն են։ Մանդատները վերցնելը դա ձեր որոշումն է, մանդատները վերցրել եք դա ձեր հետագա անելիքների կամ էլ ինչ որ պլանների հետ կապված էլի ձեր որոշումն է, բայց ես ասեմ դուք կրկնապատիկ պատասխանատվության տակ եք մտնում մանդատներ վերցնելու։ Ավելի մեծ պատասխանատվության, քան ներկա իշխանությունը, գնալով ազգային ժողով, ու իմանալով ում հետ գործ պիտի ունենաք, իմանալով որ այդ գործը պահանջելու է ոչ թե ելույթներով, խոսքերով կամ էլ ինչ որ կոչերով, այլ իրական արձանագրելով այն գործողությունը, որ ներկա իշխանության կողմից չհաջողվի այն թուրքամետ կամ էլ այն խոսույթները, որ օգտագործում եք, դա իրականություն դարձնելու։ Այսօրվա իրավիճակում հասարակությունը մեծ պակասություն, մեծ կարիք ունի նմանատիպ խոսքի խոսույթների, նմանատիպ ելույթների, դիմումների, ժողովուրդը սպասում են, ժողովուրդը ոչ թե հուսահատվել կամ բանանում, չէ, մեկն էլ ես ոչ մի դեպքում էլ չեմ հուսահատվի, ես ոչ մի դեպքում էլ չեմ կոտրվի, որովհետև սա իմ արժանապատվության, սա իմ հայրենի հողի մասին է, սա իմ հայրենիքի մասին է, սա իմ հայ էության, իմ կրոնական պատկանելիության էության մասին է։ Դրա համար այդ համախմբվածության ամենամեծ անելիքը ընդդիմադիր դաշտի ձեռքումն է, որովհետև ընդդիմադիր դաշտը, եթե դուք զբաղեցրել եք ընդդիմադիր դաշտը, եթե դուք վերցրել եք այդ ձևի պատասխանատվություն, ուրեմն դա ձեր բոլորի աշխատանքն է, որ կարողանաք մարդկանց նորմալ բացատրել, ոչ թե ինչ որ երկու բառով վերցնել մանդատը կամ չվերցնելը, նորմալ բացատրել, նորմալ ներկայացնել ժողովրդին վաղվա անելիքների կամ վաղվա մեր որ ասում այդ պայքարի կրկնապատիկ ուժեղացման կամ կրկնապատիկ այդ գործունեությանը, բայց այո, ինքը բացի այս իրավիճակից, ինքը գիտի ինչ է արել, ու բացի իրենից, որ ինքը գիտի, բոլորը գիտեն ինչ են արել։ Ես այդ բոլորի մասին այն մարդկանց եմ
բանանում, որ այս իրավիճակում խախտելով օրենքը, ոտնահարելով մեր իրավունքները ու բոլոր այն իրավիճակում արձանագրել մենակ խոսքի իրենց շահը կամ իրենց օգտին որոշումները, դա իրենք սա գիտակցում են, որ դա չի եղել արդար ճանապարհով, բայց այդքանը սա բան չի առիթ չի մարդու մտավախության, բայց այդքանը սա առիթ չի, որ ինքը գնա Եզևի քայլերին, ի՞նչն է ստիպում մարդուն գնալ այս Եզևի նմանատիպ քայլերին, հարց խոսքի ժողովրդին, եթե սա նորմալ է մի մարդու մոտ, արդյոք կգնա սենց քայլերին, ոչ, եթե ամեն ինչ խաղաղ է, օրենք կա, եթե ամեն ինչում ժողովրդավարություն, իրոք տենց բան կա, երկրի ղեկավարությունը կամ էլ կգնան սենց քայլերի, ոչ, հիմի սա մտածելու կամ կասկածելու առիթ է տալիս, թե շարքային քաղաքացիները հասկանում, որ ամեն ինչ անվում է անօրինական, ամեն ինչ, որովհետև այդ նույն մարդիկ, այս մարդկանց աչքերի առաջ տարիներով ապրում էին, տարիներով ստեղծում էին, խի է գալիս սենց պարագաներում նմանատիպ վերաբերմունք, խի է գալիս սենց նմանատիպ իրավիճակում կամ իրավիճակից հետո նմանատիպ վերաբերմունք, դե հասկանալի չի ստա, որ մի մարդու կամ էլ մի քանի բանով որոշում կայացրածա, որ այս բանում թե քաղաքական դաշտում թե ընդհանրապես շրջապատում եղած բոլոր այդ մարդկանց, ովքեր հակասում են իրենց պլաններին, ովքեր խոչընդոտում են իրենց ծրագրերին, չեզոքացնեն, փորձեն կամ այս նմանատիպ գլխներին գործ սարքեն։ Սա նորից եմ ասում, միշտ որ միջև ընտրություններին այս վախի մեջ եղել, նույնն էլ ընտրություններից հետո է նույն վախը։ Ես քեզ ասեմ, գիտեք ոնց է, ինչի համար եմ շեշտադրում Արցախի հետ կապված խնդիրը։ Եթե Արցախի կործանումից հետո իրենք ամեն օր նմանատիպ կպահվածք են դրսևորում, սա մեղավորությունն է ստիպում իրան, իր մեջին մեղ զգալով, իր մեղավորությանը, ինքը գնում է այդ քայլերին։ Մարդ գնում է այդ քայլերին ու եթե այդ քայլերն էլ մնում են անպատիժ, ինքը այդ քայլերը ավելի մեծ, այսինքն ավելի դաժան կամ ավելի անմարդկային ու ես ասեմ վաղվա օրը ես չեմ էլ բացառում, որ ազգային ժողովում եթե քննարկվի սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցը, ես ձեզ բառացիորեն ասում եմ, դեղ ամեն ինչ խոսքի, ինչ օրենք, ինչ բան, միանգամից խոսքի, այնձևի բաներ եք մեր աչքի առաջ երևալու, որ խոսքի մարդկանց ոչ թե ձերբակալելու, այլ ընդհանրապես ինձևի իրավիճակ են բանալելու, որ մենակ այդ հարցը լուծվի, մենակ այդ հարցը գնա դրական լուծում, բայց այդ հարցի դրական լուծումը նորից եմ ասում, դա հայ ազգի այս պատմության, մեր պատմության, այս հազարավոր պատմության ժամանակահատվածի իրական 170 աստիճանի փոփոխություն ալնելու։ Մենք չենք ունենալու այլ պատմություն, մենք չենք ունենալու այլ հիշողություն, մենք չենք ունենալու ոչ մի բան։ Ազգ էության հասկացողությունը փոխվում է ժողովուրդ։ Մեզ ուրիշ աչքով են նայելու, մեզ ուրիշ ձևի են դիմելու, մեզ մեր նկատմամբ վերաբերմունքը ուրիշ ձևի են անելու, որովհետև մեր ազգային արժանապատվության տեր չենք կաղնում, որովհետև մենք ազգային պատկանելիության, կրոնական պատկանելիության տեր չեք կաղնում։ Սա էլեմենտար բան է, որ սա պետք է չլինես դու քաղաքագետ, պետք է չլինի դու լինես ընդդիմադիր, սա ընդհանրապես դու պետք է լինես մարդ, որը իր ազգությունը ընդունում է գեր, ավելի վեր, քան մնացած հարցերը կամ մնացած այդ բաները։ Ստեղ սրա համար որ ասում եմ օրեցօր իրավիճակը բարդանալու, օրեցօր իրավիճակը ավելի է վատանալու, սա այն նրա մասին է, որ բոլոր են սպեկուլյանտ քաղաքական գործիչները, բոլոր են սրիկա պատոնոկ են, սրիկա նիգադյայ, որ ովքեր մենակ շահ են հետապնդում, ովքեր մենակ այս քաղաքական այս իրավիճակում փողի համար են փող են աշխատում, կամ էլ ինչ որ խոսում են փողով, պայքարում են փողով, կամ էլ ամեն պարագայում ինչ անում են, մենակ փողով են անում։ Այ իրական իրավիճակը որ հայտնվում է, մենք այդ մարդկանց չենք տեսնում։ Հենց ընտրություններ անում, ընտրություններով կարող տեսնենք, հենց ինչ որ մի հատ պատերազմի իրավիճակ անում, կորչում, մեռնում են, չկան դրանք, կամ հետո դուրս են գալիս դրա մասին, ամեն մի ծանր իրավիճակում այդ մարդիկ չկան, բայց հենց մի հատ ինչ որ փողի թեմա, կամ էլ ինչ որ շահ քաղելու համար, տեսնում ես ծնվում են բանի նման, սնկի նման ծնվում են տարբեր տեղեր, խորհուրդներ տալով, կոչեր տալով, կամ էլ ինչ որ մարդկանց էլ բան ուղղություն ճանապարհ ցույց տալով, այս սա է խնդիրը, որ մենք քաղաքական դաշտից սկսած
այս ներկայիշխանության այս բանը, որ չենք մաքրել, պիտի մաքրվի սա, որ ամեն մեկիս երազանքն է, ամեն մեկիս նպատակներն է, ամեն մեկիս վաղվա ապագան լավ իմաստով եմ ասում, որ դա իրականություն դառնա։ Մինչև չլինի սա, ոչ մի բան չի լինելու։ Նորից եմ ասում, անպատիժ լինելուց է ամեն ինչի արդյունքները սա։ Այսքան ժամանակահատվածում, սկսած պատերազմի դաշտից, սկսած ամեն այս ողբերգության 180,000 մարդ տեղահանվել է իր տնից ուժի կիրառումով, որ ասում է ցեղասպանության սպառնալիքով։ Դուք պատկերացնում եք, այդ մարդկանց ճակատագիրը այսօրվա մայր Հայաստանում ամենածանր իրավիճակում են, որ պիտի լիներ հակառակը, որ պիտի այդ մարդկանց ամեն ձևի հնարավորություն տային, ամեն ձևի հարցերի լուծումներ տային, որ այդ մարդիկ հայ ժողովրդից տեղ իրական մի դաշտում հայ անվան տակ մեծ, մենք հզորանանք, ուժեղանանք ու հաջորդ մեր պայքարն կամ հաջորդ մեր անելիքներն միասին անենք, դե տեսնում եք ձեր աչքի առաջ ինչա, պառակտում, ատելություն, իրար նկատմամբ ասում աղբորա դեմ են հանել արդեն, հարազատները դեմ, ընկերների դեմ, ինչի մասին է խոսքը գնում։ Նիկոլ Փաշինյանի բոլոր տված խոստումները ոնց որ եղել է մնացած ժամանակները, որ դա իրականություն չի դարձել, նույն էլ էս միջև էս ընտրական ժամանակ, նախընտրական ժամանակների ընտրությունների ընթացքում խոստումները իրականություն չի դառնալու։ Իր կողմից մենակ իրականություն դառնալու է այս նմանատիպ թալան, ձերբակալում, ճնշում, ձերբակալում մարդկանց, որ ասում այդ կարա ինքը անի, որովհետև այդ մարդիկ իրենց ապրած կյանքով, իրենց անցած ճանապարհով, իրենց էությունով, իրենց մարդկային բաներով ոչ մի բան չեն արձանագրել։ Այսօրվա պահում ինչ պիտի, այդ ձեզ որ ասում են ժողովուրդ, այսօր գնում եմ են սուպերմարկետները ծաղիկներով լցած։ Այսօր գնում եմ ես բաներ տարբեր տեղեր, ինչ գնում եմ, սես լցած, թափած էժան կոպեկներով խոսքի դրած մարդիկ ստիպված կամ էլ գնում են այն բաներից են խոսում։ Այն որտեղ այս բանջարեղենները բանը որ աճեցնում են, ինչ իրավիճակ է, ինչ կարգավիճակում է, ինչ եք սպասել Բա ինչ եք սպասել, խոստումներին եք հավատել, այդ մարդու իրա, որ այդ մեր գլխի բերելիքը, որ այդքան բանին հասցրել է, մտածել եք, որ կարող է հակառակ բան պրոցես գնա, այդքան միամիտ եք ժողովուրդ, այդքան դուք հեռու եք, որ ասում է իրականությունից, որ հավատում եք, որ իրական իրոք նույն մարդիկ, այն մարդը, որ գլխին ողբերգություն է բերել, այն մարդիկ, որ այն հորիոսների անուններն է, կամ այն բոլոր են զոհաբերած տղորցը անտեսելով, ոտնահարելով, այսօր ձեր մասին պիտի մտածի։ Դուք սրբություններ են ոտնահարում, սրբություններ են, որ ասում անտեսում, այսօր ձեր մասին ինչ պիտի մտածի։ Ինչ պիտի մտածի, դուք ինքներդ ձեզ հարց տվեք, բայց իրականությունը կա, չէ, կային չէ մարդիկ, որ հակասում են, հավատում են, կամ էլ գնացել են այն ճանապարհով, էլի ինչ որ հույս հավատ կապելով, այդ մտավախությունը մթնոլորտ պատերազմ չլինելու կամ պատերազմ լինելու հանգամանքների հետ կապված, խաղաղություն լինելու կամ չլինելու հանգամանքների հետ։ Խե դուք չգիտեք, որ դա սուտ է։ Ոչ խաղաղությունն է իրանից կապված, ոչ պատերազմն է իրանից կախված։ Ինքը ով է, ինչ դերակատարություն ունի, թե մայր Հայաստանում, թե տարածաշրջանում կամ աշխարհով մեկ։ Գնացել է Ռուսաստան։ Գնացել ես Ռուսաստան ինչի համար։ Ես հարց եմ տալիս, ինչի համար քեզ խոսքի ոչ շնորհավորել են քո հաղթանակը։ Առավոտի ցիրիկուն Ռուսաստանին քննադատում ես։ Առավոտի ցիրիկուն քո շրջապատը Ռուսաստանի վրա ատելություն է սերմացնում ես հարսարակության մեջ։ Գնացել ես Ռուսաստան, որ ինչ։ Դե ընտրել ես Եվրոպա, գնա Եվրոպա։ Խիես խաղերը շարունակում տալը, գիտես թե արդեն այդ խաղերին տրվելու են, արդեն դրա որոշումներն էլ է կայացված։ Ու որոշումները կայացված է այն պետություններին, ինչ վերաբերմունք են ցուցադրելու քո նկատմամբ, քո այդ ընտրած այսօրվա իրավիճակում այդ ճանապարհով, որ ազգին տանում ես կործանման, ազգին, ոչ թե դուք ջահաննամը գնաք, որ ուզում եք գնաք, որ ասում է, բայց ազգին տանում եք կործանման, ազգին տանում եք աղքատության, ազգին տանում եք քանդման, ժողովրդին, պետությանը տանում եք ամեն ձևի ինչ գործունեություն անում եք, բոլորը գնում է, որ ասում է բանին, անդունդա, առաջ ուրիշ բան չենք տեսնում մենք, այս սա է իրականությունը, ժողովուրդ, այսօրվա պարագայում նորից եմ ասում, ընդդիմադիր դաշտը, ինչ որոշումներ էլ կայացնում եք, ինչ կայացրել եք, դա ձեր որոշումն է, բայց նորից եմ ասում, մենք լինելու ենք պահանջատեր, մենք լինելու ենք ամեն հարցի շուրջ, որ ասում է բան պայքարող, բայց այդ պահանջատիրության մի մեծ մասը արդեն ձեր վրա է։
Այդ պահանջատիրը, որ դուք մտել եք այն հարթակը, որը Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպած իր ուզած խոսքի ազգային ժողովն է ինքը բանանում, դուք Ռուբինյանի մի հատ լսեք նրա բառերը ձեր նկատմամբ, ձեր գալիքի նկատմամբ ինչ բառեր է օգտագործում, եթե նա ժողովրդավարական պետության ղեկավարի խոսքի թեկնածու, ազգային ժողովի թեկնածու, եթե նա լավ ուզող լինի, եթե նա լավ բան մասի մտածող լինի, նա մինչև գալ է արդյոք այդ ձևի բառեր կօգտագործի։ Ձեզ էլ են չէ ժողովուրդը ձայն տվել, դուք էլ եք չէ հասարակության մի մասը 700,000-ից ավել ձայն է հավաքել ընդդիմադիր միասնական բանը, բայց 700,000 մարդու ձայն տվողներն են կամ գալիս խոսքի բանը ազգային ժողով, բա տեսեք եւ ոնց է վերաբերում ձեր ձայն տվողներին, որ ասում է նկատմամբ, այդ նա մենակ ձեզ չասում են, նա բոլորին ասում, այն մարդկանց ով իրենց չի ձայն տվել, այն մարդկանց ովքեր չեն ուզում էս երկրում որ թուրքացում լինի, այս երկրում էս մար հողը որ թուրքը ոտը դնի, այ դրա մասի մտածեցիք, որ հետագա անելիքները, որ այնօր քաղաքապետարանում տեսանք, իրար ոնց են ուտում, կոտորում, սատկացնում խոսքի, ստեղ ինչ ժողովրդի մասին է գնում, ստեղ ատելության, ստեղ իրար նկատմամբ անձնական խնդիրների լուծման, աբիժնիկի պահվածքի դրսևորման, կամ էլ ոչ ամեն ինչ, բայց ոչ ժողովրդի շահերի հետ կապված, կամ ոչ մեր հասարակության կամ երկրի զարգացման հետ կապված։ Ամփոփելի բանը նա է, մենք այսօր ունենք այն պարագան, այն անելիքները, որ վաղվա օրը մենք արդեն հասկանում ենք մեզ ինչա սպասվում։ Մենք բոլորս պիտի պատրաստ լինենք։ Պատրաստ լինելու համար, հարցի լուծման համար, նորից եմ ասում, ներկա իշխանությանը խոչընդոտել, խանգարել, չթողնել, որ իրանց ծրագրերը իրականություն դարձնի։ Ես այն ծրագրերի մասին եմ խոսում թուրքացման, որը ողջունում է Ադրբեջանը, որը ողջունում է Թուրքիան, բոլոր սրանց նմանատիպ խոսույթներին կամ առաջարկների հետ կապված խնդիրների լուծմանը։ Սենց մի քիչ էլ ուզում եմ անդրադառնամ էլի մեր Արցախահայության, Արցախի հիմնախնդրի, մեկ էլ այսօրվա իրավիճակում հայտնված Արցախի այս ազգային ժողովի նախագահ հրաժարականի հետ կապված մեր ազգային ժողովի падգամավորներին կոչ եմ անում, ես գիտեմ մոտակա ժամանակները այսօր էլ արդեն ընթանում է այդ գործընթացը, ազգային ժողովի նախագահի ընտրելի կարևորությունը անպայման այդ ինստիտուտը պիտի պահպանվի, այդ ինստիտուտը անպայման ամեն մեկս դոշ տալով, ամեն մեկս համարձակությամբ, ամեն մեկս մի որոշում կայացնելով պատասխանատու պիտի այդ ինստիտուտը պահպանվի։ Ինստիտուտը պահպանումը դա մեր ընդհանուր Արցախի հիմնախնդրից սկսած մեր հետ վերադարձի հարցի հետագայում բարձրաձայնելու, կարևորացնելու հետ կապված է։ Ես սրան կանդրադառնամ մի քիչ ուշ, որովհետև այդ որոշումներից հետո շատ լուրջ քննարկումներ ա լինելու։ Ասելիքս էսքան է։ Շնորհակալություն։